Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսը հայտարարել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության 10 պահանջները իրենց տպավորությամբ արհեստական բանականությամբ են պատրաստված, այսինքն ChatGPT-ի միջոցով։ Սա բավականին հումորային արձագանք է Իրանի պատասխանին, բայց ուզում եմ նախասել, որ քանի օր է փորձում եմ տեսանյութ ձեր համար պատրաստել եւ խոսել մեր հարևան Իրանում տեղի ունեցող process-ների մասին։ Ուրեմն մենք բոլորս հիշում ենք, որ փետրվարի վերջին, փետրվարի 28-ին եղավ հարձակում Իրանի Իսլամական Հանրապետության վրա, զոհվեցին, սպանվեցին առաջնորդները եւ շարունակվեց պատերազմ մինչեւ 3 չառաջորդ գիշերը եւ այդ պատերազմը երկու շաբաթյա խաղաղության կամ երկու շաբաթյա հրադադար է հռչակվել, որը միջնորդել է Պակիստանի վարչապետը եւ Պակիստանի գլխավոր զինվորականը։ Ինչ է տեղի ունենում։ Իրանի Իսլամական Հանրապետությունը պնդում է, որ իրենք հաղթել են այս process-ում, որտեղ իրենք առաջ են քաշել 10 պայմաններ, եւ այդ 10 պայմանները Միացյալ Նահանգները համաձայնել է քննարկել, դարձնել բանակցությունների հենք։ Բանակցությունները պետք է սկսվեն վաղը եւ պետք է ֆիզիկապես հանդիպում տեղի ունենա, մինչ այդ չի եղել ֆիզիկական որևէ կոնտակտ շփում, ինչ պատերազմը մեկնարկել է, ուղղակի հրապարակային մեկը մյուսին պատասխանել են, հայհոյել են, մեղադրել են եւ այլն եւ այլն։ Ուրեմն տեսեք այս 10 պահանջները, որ Ջեյմս Վենսը պնդում է, որ դա ChatGPT-ով է պատրաստված։ Հրաժարվել ագրեսիայից, պահպանել Իրանի վերահսկողությունը Հորմուզի նեղուցի նկատմամբ, ճանաչել ուրանի հարստացումը, այսինքն այդ իրավունք, որ Իրանը իրավունք ունի դա անել, վերացնել բոլոր առաջնային պատժամիջոցները, գիտեք Իրանի Իսլամական Հանրապետության նկատմամբ տասնյակ տարիներով կան պատժամիջոցներ, ամերիկյան, եվրոպական, միջազգային, դրա հիմնական գլխավոր հեղինակը Միացյալ Նահանգներն է։ Վերացնել բոլոր երկրորդային պատժամիջոցները, նաև կան երկրորդային պատժամիջոցներ, անվտանգության խորհրդի բոլոր բանաձևերը դադարեցնել Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, խոսքը գնում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևերի մասին։ Հետո ինչ որ այլ բանաձևերի վերացում կառավարիչների խորհրդի, հետո վճարել փոխհատուցում Իրանի Իսլամական Հանրապետության, այսինքն պատկերացնում եք ինչքան վնաս է հասցվել։ Այս ռմբակոծությունները պատկերացնում եք ինչքան վնաս է հասցրել Իրանի Իսլամական Հանրապետությանը։ Ոչ միայն ռազմատեխնիկական, այլ նաև ենթակառուցվածքային, կամուրջներ, գործարաններ, կենսական նշանակության, մարդկանց կյանքը ապահովելու, ապրելու կենսական նշանակության ենթակառուցվածքներ են ոչնչացվել ռմբակոծություններով։ Դուրս բերել ԱՄՆ մարտական ուժերը տարածաշրջանից, ասենք դից ազգայից այս պահանջի, բայց պահանջում են մարդիկ 10 կետերի մեջ համտնում, խոսքը գրում է Պարսի ծոցի բոլոր երկրներից հանել ռազմաբազաները, սա գրեթե անհնար բան է, պատկերացնում եք արաբական Միացյալ Էմիրություններից, Քաթարից, Քուվեյթից, Բահրեյնից, Սաուդյան Արաբիայից, հանել բոլոր Միացյալ Նահանգների ռազմաբազաները։ Դադարեցնել պատերազմը բոլոր ճակատներում, այդ թվում Լիբանանում, ինչի է այստեղ ուշադրություն, ուշադիր Լիբանանի մասում, դեռ դարբեր բան եմ ասել։ Եվ կլինի խաղաղություն։ Ահա սրանք են Իրանի պահանջները, նաև տեղեկատվություն հրապարակվել, որ Իրանը եւ Օմանը պատրաստվում են Հորմուզի նեղուցով անցնող նավերից, որ բեռներ են տեղափոխում, նավթ, բազմատեսակ բեռներ, գումարներ գանձել, իրավունք են ստանում, իրենք են պնդում, եւ Միացյալ Նահանգները այս 10 կետերը ստանալով նախագահ Թրամփը հայտարարում է, որ մենք շատ լավ հիմք ունենք բանակցությունների, կսկսվեն բանակցություններ եւ ահա մենք դադարեցնում ենք, հայտարարում ենք երկու շաբաթյա հրադադար։ Բնականաբար ծայրահեղականները Միացյալ Նահանգներում թե Իսրայելում քննադատում են այս հրադադարը, որ սա պարտություն է Միացյալ Նահանգների համար։ Իրանը հայտարարում է, որ իրենք հաղթել են այս պատերազմը եւ ոչ մի զիջման չգնալով այս 10 կետերը նկատած ասում են սա է, սրա պետք է խոսենք։ Բնականաբար եթե այս բոլոր կետերը բավարարվեն, ես կասկածում եմ, որ կբավարարվեն, դա կնշանակի լիակատար հաղթանակ Իրանի Իսլամական Հանրապետության համար, չնայած սրան լուրեր կան, որ Միացյալ Նահանգները պատրաստվում է թույլատնել նավթի նկատմամբ եղած սանկցիաները, թե իրանական, թե ռուսական, որովհետև նոյեմբերին սպասվող ընտրությունների Միացյալ Նահանգների իրենց համար շատ կարևոր է, որ բենզալցակայաններում բենզինի, դիզելի, գները լինեն էժան։ Հիմա այս պատերազմի արդյունքում շատ թանկացել էր։ Ես էլ էի Միացյալ Նահանգներում եւ ինքս էլ դրա ականատեսն եմ եղել։ Բայց ինչ է կատարվում։ Հրադադարը հայտարարելուց անմիջապես հետո 3 ամբողջ օրը Իսրայելը
ծայրահեղ ռմբակոծության է ենթարկել Լիբանանի մի ամբողջ տարածաշրջան։ Իսրայելը Լիբանանի մի ամբողջ տարածաշրջան հողին է հավասարեցնում եւ իր տարածքը մեծացնում է դրա հաշվին եւ ասում է որ բուֆերային գոտի եմ կառուցելու։ Իրենց տվյալներով շուրջ 600,000 մարդ պետք է լքեն տները, ըստ Լիբանանի շուրջ 1 միլիոն մարդ մնում է անտուն եւ շարունակում է ռմբակոծությունները։ Իրանի Իսլամական Հանրապետությունը տարբեր խողովակներով ասում է Միացյալ Նահանգներին, որ հրադադարի պայմանները խախտված են, որովհետեւ հրադադարը հայտարարվել է նաև հաշվի առնելով Լիբանանը, այսինքն որ Լիբանանում նույնպես պետք է լինի հրադադար, որևէ ռմբակոծություն չպետք է լինի։ Հիմա Բենյամին Նետանյահուի կառավարությունը անձամբ ինքը որպես Իսրայելի վարչապետ ծայրահեղ քննադատության տակ է հենց հիմա Իսրայելում մի կողմից, որ նա խախտում է հրադադարը, նաև քննադատվում են Միացյալ Նահանգներում քաղաքական ուժերի կողմից, որ նա Թրամփի հայտարարած խաղաղության պլանը սաբոտաժ է անում, պատերազմում է, շարունակում է ռմբակոծել Լիբանանը, որը Իրանի պահանջների մեջ է մտնում եւ հետեւաբար նրանք ի պատասխան կփակեն եւ բացեցին, Հորմուզի նեղուցը նավարկման համար եւ նաեւ մյուս կողմից կարող են շարունակել ռմբակոծել ծոցի երկրները, Միացյալ Նահանգների բոլոր կարևոր ինֆրաստրուկտուրաները, կառուցվածքները եւ այլն եւ այլն։ Մյուս կողմից նաեւ Բենյամին Նետանյահուն նաեւ քննադատվում է, որ այս հրադադարը պարտություն է Իսրայելի համար, որովհետեւ Իրանը կվերախմբավորի իր ուժերը, ավելի լավ կպատրաստվի, երկու շաբաթվա մեջ չեն գա որևէ եզրակացության եւ հետեւաբար պատերազմը կշարունակվի։ Եվ ահա այսպիսի իրավիճակ է հենց հիմա Իրանը, Իսրայելը, ամերիկյան բանակցային տիրույթում։ Պետք է բնականաբար սպասել վաղվա այդ հանդիպմանը, ֆիզիկապես այս հանդիպումը տեսնենք տեղի ունեն, թե տեղի չի ունենում, ովքեր են Իրանի կողմից բանակցողները, սա էլ շատ կարևոր, որովհետև մի ամբողջ ռազմաքաղաքական ղեկավարություն սպանվել է եւ պարզի թե ով է բանակցելու։ Բնականաբար Իրանի արտաքին գործերի նախարար պարոն Արաղչին կենթանի է եւ նա երի բանակցողներից մեկն է լինելու կամ գլխավոր բանակցողներ լինելու, ամեն դեպքում մենք ունենք մի իրավիճակ, որ շատ-շատերը, շատ փորձագետներ պնդում են, որ պարզի թե Իրանի Իսլամական Հանրապետությունը հենց հիմա ովքեր են ղեկավարում, շատերը պնդում են, որ հեղափոխության պահապանների այդ զորախումբն է, նրա ղեկավարությունն է ղեկավարում։ Բնականաբար Թրամփի շատ կողմնակիցներ պնդում են, որ շատ կարևոր որ Թրամփը դուրս գա այս պատերազմից, Ամերիկան դուրս բերի այս պատերազմից, որովհետև սա Ամերիկայի պատերազմը չի, Ամերիկան չպետք է ներգրավի այս պատերազմի մեջ։ Թրամփի նախընտրական խոստումներից է եղել, որ իրենք երբևէ չեն գնալու այլ երկրների շահերը սպասարկող պատերազմների մեջ ներքաշվել եւ իրենց պետության ռեսուրսները, գանձերը, փողերը, զենքը, զորքը, մարդկային ուժը տանել այդ տարածքներում երկարատև անվերջանալի պատերազմների մեջ ներգրավել, բայց տեղ ունեցավ մի բան, որ ըստ էության եթե այս պատերազմը նորից շարունակվի, այն կարող է համարվել այն երկարատև պատերազմներից, որտեղ Միացյալ Նահանգները ծախսելու է աննկարագրելի, արդեն ծախսել է չնայած այս վերջին մեկ ամսվա ընթացքում, բայց աննկարագրելի ռեսուրսներ եւ դրա այն վերջը, որ ասում են թունելի վերջում լույսը չի երևում, չի երևում։ Որովհետեւ Իրանի Իսլամական Հանրապետությունը կարողացավ դիմակայել եւ իր պայմանները թելադրել տարածաշրջանի բոլոր երկրներին։ Հիմա շատ հետաքրքիր է թե ինչ է լինելու։ Վերադառնանք Հայաստանի Հանրապետություն, մեր սիրելի։ Ուրեմն սիրելի հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետությունը բնականաբար պետք է հետևություններ անի այս process-ից, որովհետև պատերազմի ելքից է կախված, թե ինչ տեղի կունենա, օրինակ, Հայաստանի Հանրապետության հարավային դարպասը հանդիսացող Սյունիքի մարզում արդեն իսկ պայմանավորված Թրամփի ճանապարհի մասով։ Շատ կարևոր հանգամանք է սա, թե ինչպես կվերջանա այս պատերազմը։ Ավելին ասեմ, եթե այս պատերազմը վերջանա այնպես, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը լինի իր պայմանները թելադրող, լավ, եթե ոչ Միացյալ Նահանգներին, բայց տարածաշրջանում, ապա տարածաշրջանի ամբողջ քաղաքական քարտեզը կարող է վերանայվել որպես մոտեցումներ։ Ծոցի, Պարսից ծոցի բոլոր երկրները այլևս կարող են հետևություններ անել եւ հույս չկապել արևմտյան ներուժի, մասնավորապես Միացյալ Նահանգների ներուժի հետ եւ բավականին զգուշ մոտեցում ցուցաբերել Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների իմաստով։
Այսինքն այս իմաստով շատ կարևոր process-ներ են տեղի ունենում, որը Հայաստանում բացարձակապես չի լուսաբանում։ Մեր քաղաքական, ներքաղաքական, ընտրական այս գաղջ մթնոլորտում, այս ապականության մեջ, այս հիվանդության, այս հիվանդ քաղաքական համակարգի մեջ բացարձակ մարդիկ չեն հասկանում ինչա կատարվում, ինչքան կարևոր է Հայաստանի համար, ինչքան կարևոր է Երևանի համար այս ամեն ինչը։ Պաշտոնական Երևանի մասնավորապես Երևան քաղաքի էլի, պաշտոնական քաղաքական Երևանի համար։ Եվ այս իմաստով սերի հայրենակիցներ ես փորձելու եմ հետևել այս արագ զարգացող զարգերակի տարածաշրջանային եւ ձեզ փորձել նաեւ իրազեկել թե ինչ է կատարվում։ Ես ձեզ ասում եմ, որ այս process-ները բերելու է մի իրավիճակի, որ ամբողջ տարածաշրջանի քաղաքական մոտեցումները վերանայվելու են, պատկերացումները նախորդի եղած վերանայվելու են։ Շատ հետաքրքիր process-ներ են տեղի ունենում սերի հայրենակիցներ։ Հետևաբար չի կարելի ուղղակի ջայլամի պես գլուխը մտցնել հողի մեջ մտածել, որ դες կանցնի մենք կապ չունենք, մեր վրա չի անդրադառնա կամ չգիտեմ ինչ, եւ ցանկացած իրավիճակում ես նախորդ եթերներում ասել եմ, որ Հայաստանի Հանրապետության համար շատ դուրս շանսեր են բացվելու եւ մենք պետք է ունենանք կոմպետենտ, խելացի, միջազգային իրավիճակը կանխատեսող մարդիկ, ովքեր կկարողանան այդ կանխատեսման արդյունքում կատարել կարևոր եզրահանգումներ, դրանց հիման վրա ընդունել որոշումներ եւ այդ որոշումներից շահի Հայաստանի Հանրապետության քաղաքացի, Հայաստանի Հանրապետությունը, Հայաստանի Հանրապետության զինված ուժերը, Հայաստանի Հանրապետության տնտեսությունը։ Այնու որ մենք բոլորս գիտենք միասին, որ մենք չունենք կառավարությունում նստած մարդկանց խումբ, ովքեր որ հասկանում են ինչա կատարվում, օրով ապրող իրանց բարեկեցության մասին մտածող մարդիկ ունենք մենք միայն, հետեաբար մենք ուղղակի էգզիստենցիալ խնդիրների առաջ ենք կանգնած։ Նախորդի եթերներում խոսել եմ Հայաստան ՌԴ հարաբերությունների մասին, եւ այս ամեն ինչը միասին sense իրար հետ շահկապված են, այնպես չէ, ֆրագմենտալ չի այս process-ները, մեկը մյուսի հետ հիմնարար կապերով կապված են լինելու։ Մի լսեք ապուշություններ, որ պնդում են, որ մենք պետքա ցուրտ ձմեռների պատրաստվենք, պետքա պատրաստվենք զովել, չգիտեմ ում համար, ոչ մեր հայրենիքի եւ ոչ մեր ինքնիշխանության, ինչ որ ապուշություններ են մարդիկ խոսում, եւ այդ մարդիկ նաեւ ընտրությունների ընթացքում են այդ ապուշությունները խոսել։ Եղեք ուշադիր, հետևեք մեզ, տարածեք այս նյութերը, որ շատ մարդիկ նայեն, դիտեն, ձեր արձագանքները գրեք մեկնաբանություններում եւ կհանդիպենք շաբաթ օրը մեր տրադիցիոն պլատֆորմ ոդքասթի եթերում։ Լավ մնացեք, այսօր այսքանն էր, Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը։